Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Ընտրությունից առաջ նոր սկանդալ Մասիսում և Արթիկում ծեծել են ուժեղ Հայաստանի և Հայաստան դաշինքի աջակիցներին։ Ձերբակալություններ, միջադեպեր և քաղաքական մեղադրանքներ ընտրությանն ընդառաջ, տասնյակ վարույթներ կան քննչական կոմիտեում։ Կրեմլը խոսում է Հայաստանում ռուսական եկեղեցու դեմ ուղղորդված ճնշումների մասին։ Մինչ հասարակությունը քննարկում է հայ-թուրքական կարգավորման ռիսկերը, հայ գործարարներն արդեն կարսում են, պատրաստվում են ապագա առևտրին։ Նիկոլ Փաշինյանը ընտրությունից անմիջապես հետո մեկնելու է Մոսկվա հանդիպելու Վլադիմիր Պուտինին։ Փաշինյանի խոսքով Ռուսաստանի նախագահի հետ արդեն պայմանավորվածություն կա և ընտրությունից հետո երկու երկրների ղեկավարները կքննարկեն ու կլուծեն բոլոր ընթացիկ հարցերը։ ՔՊԻ վարչապետի թեկնածուն վստահեցնում է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր աղմուկ է բարձրացել, նախկինում ևս եղել են և լուծվել են առանց հանրության ուշադրության։ Սակայն հարցն այն է, թե եթե ամեն ինչ այդքան հարթ է, ինչու է հենց ընտրության նախաշեմին իշխանությունը ստիպված բացատրել հայ-ռուսական հարաբերությունների վիճակը։ Ինչու են Հայաստանի քաղաքացիները վերջին ամիսներին բախվում Ռուսաստանում միգրանտների նկատմամբ խստացված վերահսկողության, իսկ բիզնեսը տնտեսական անորոշությունների մասին մտահոգությունների։ Ուշագրավ է նաև, որ Փաշինյանը Մարտունիում կրկին անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը։ Այդ երրագլուխները գիտեք ինչ են անում, զանգում են իրանց Չ հովանավորներին, որովհետև իրանց հովանավորները Չ են։ Ես գիտեմ, ով երրորդ, չորրորդ կարգի պաշտոնյաներ, ասում են ընտրությունները պարտվում, ջախջախվում են, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի։ Այս ժողովուրդը միտքը չի փոխվի, որովհետև այս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի։ Բայց ես էլ ասեմ, ժողովուրդ, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, միակ պաշտոնյան։ Ուրեմն ԵԱՏՄ-ում երկու մարմին կա, ամենաբարձր մարմինը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդն է եւ մյուսը ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը։ Ես միակ պաշտոնյան եմ, որ երկուսին էլ մասնակցում եմ, եւ այսպես ասած նախագահականին եւ վարչապետականին։ Եվ ես ունեմ բավարար լծակներ, ընտրություններից հետո ձեր վստահությանը արժանանալու դեպքում ես կգնամ եւ այդ հարցերը կլուծեմ տեղում։ Փորձագետներն էլ հիշեցնում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից, իսկ Մոսկվայի հետ ցանկացած լարվածություն առաջին հերթին հարվածում է հենց Հայաստանի քաղաքացիներին։ Թե ինչ պայմանավորվածություններով եւ ինչ կարգավիճակով է Փաշինյանը մեկնելու Մոսկվա եւ ինչ զիջումների կամ փոխհամաձայնությունների հաշվին են լուծվելու բոլոր հարցերը, առայժմ մնում է փակ դռների հետևում։ Մինչ իշխանությունը հայտարարում է եվրոպական շուկաներ մտնելու հնարավորությունների մասին, սահմանին կուտակված բեռնատարներն ու բողոքի դուրս եկած գյուղացիները խոսում են բոլորովին այլ իրականության մասին։ Տարիներ շարունակ հայկական ծիրանի, դեղցի, խաղողի ու հայկական մի շարք այլ ապրանքների հիմնական ուղղությունը մեկն էր՝ դեպի ռուսական շուկա։ Սակայն այս տարի այդ ճանապարհին արգելապատնեշ է հայտնվել։ Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանի կառավարությունը վստահեցնում է՝ խոճապի պատճառ չկա, նոր շուկաներ կգտնվեն, իսկ եթե մթերքը չարտահանվի, պետությունը կհատուցի վնասը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը։ Այստեղ մի քանի հարց է առաջանում։ Եթե Ռուսաստանի դուռը փակվում է, որ դուռն է բացվում դրա փոխարեն, եւ եթե գյուղացու բերքը մնա այգում կամ պահեստում, այդ վնասի դիմաց խոստացված գումարը ում գրպանից է դուրս գալու։ Բյուջեում նույնիսկ եթե փող կա այս պահին որոշակի պաուստային ֆոնդ, հաստատ չի բավականացնելու ամբողջ գյուղ ոլորտի սուբսիդավորման համար, հնարավոր չի ջերմոցը սուբսիդավորել, բաց գրուտը, բոլորն էլ տուժվում են, ամեն մեկը իր չափով։ Տարիներ շարունակ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական գնորդն է եղել։ Ոչ միայն այն պատճառով, որ շուկան մեծ է, իսկ հայկական արտադրողների համար գործում էին արտոնյալ պայմաններ, այլ նաև արտահանողներն արդեն ձևավորված կապեր, գործընկերներ եւ վաճառքի ուղիներ ունեն։ Այժմ կառավարությունն առաջարկում է նոր ուղղություններ որոնել, խոսելով եվրոպական եւ այլ շուկաների մասին։ Իսկ Ուկրաինան էլ արտոնություն տվեցին Եվրոմիությունը, որ գրեթե առանց փաստաթղթավորման որակի մասին է Ուկրաինայի գյուղմթերքը
ազատ իրացվի Եվրոմիության շուկաներում, դա շատ կարճ տևեց, հերթական քաղաքական խաբկանքներ, որովհետև նույնը Եվրոմիության ֆերմերները իրենք դուրս եկան բողոքի, որ իրենց ապրանքները չի իրացվում, մրցակցությունը դադարել է եւ նմանատիպ խնդիրներ։ Սակայն տնտեսության մեջ շուկաները քաղաքական հայտարարություններով չեն փոխվում։ Եթե ռուսական շուկան տարիներով է ձևավորվել, ապա եվրոպական շուկան մտնելը պահանջում է նոր սերտիֆիկատներ, նոր գործընկերներ, նոր լոգիստիկա եւ նույնիսկ ավելի խիստ որակական չափանիշներ։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի փոխարեն Եվրոպա արտահանելն այնքան էլ նման չէ, պարզապես քարտեզի վրա մեկ ուղղությունը մյուսով փոխարինելուն։ Ես նաև հենց կառաջարկեի, որ այս իրավիճակը օգտագործելով խնդրել Եվրոպական միությանը քվոտաներ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, որոշ ապրանքների գծով, օրինակ ամենահեշտը դա ծաղիկներն են, ինչու որովհետև ծաղիկները հոլանդական սերմերով բերված աճեցված ծաղիկներ են, դրանք տեխնոլոգիապես նույնն են, եւ եթե ֆիտոսանիտարական հիվանդությունների տեսանկյունից խնդիր չկա, ապա ծաղիկները կարող են արտահանել դեպի Եվրոպական միություն որոշակի քվոտաների շրջանակներում։ Կառավարությունը հայտարարել է, թե արդեն մի խմբականակ հայկական արտադրանք ուղևորվել է ԵՄ երկրներից մեկն առանց հստակեցնելու, թե որ երկիր ու ինչ խմբականակ։ Իսկ մինչ կառավարությունը նոր գնորդներ է փնտրում, գյուղացիներին առավել շատ հետաքրքրում է մեկ այլ խոստում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե օրինակ պղպեղը չարտահանվի եւ փչանա, կառավարությունը կվճարի դրա դիմաց։ Խոստումը հնչում է համոզիչ, բայց այստեղ էլ հարցեր կան։ Որքան մթերքի մասին է խոսքը, քանի տնտեսվարող է օգտվելու այդ ծրագրից եւ ամենակարևորը, որտեղից է այդ փողը գալու։ Բոլորը խնդիր կունենան վաղը մյուս օր կարտոֆիլի արտահանման, մյուսը խաղողի, որ ուզում եք դեղցի, կերասի, որ մեկին սուբսիդա։ Կարևորը արտահայտություն են արել, ձգեն հասնեն հունիսի 7, հեշտական անգամ մարդկանց գցեն մոլորության, խաբկանքի մեջ, որոշեն մարդիկ, որոնք որ ծանոթ հետևանել ներողություն այդ կանել չգիտեն հետո հետևանքներ ինչա լինելու, հունիսի 7-ին խոստացել են, հոչի երթվեցին։ Հայկական ապրանքի ԵՄ շուկա մուտքի մասին խոսակցությունների հետ հավասար առաջանում են մի շարք անպատասխան հարցեր։ ԵՄ շուկան հայկական ապրանքի պահանջարկ ունի, իսկ հայ արտահանողը կկարողանա ապահովել եվրոպական չափանիշներ կամ ինչպես են լուծվելու լոգիստիկ խնդիրները։ Եվ եթե հայկական ապրանքները այդ ստանդարտներին բավարարեն, ես կարծում եմ, որ դեռ բավականաչափ չեն բավարարում, անկեղծ ասեմ, որպեսզի կարողանան դեպի Եվրոպա արտահանել։ Ընդ որում վերջերս խոսում էր նաև էկոնոմիկայի նախարարը ասում էր, որ սուբսիդավորեն լոգիստիկ ծախսերը, տրանսպորտային ծախսերը, որպեսզի գոնե մի 4 անգամ դեպի Եվրոպա ծավալները աճի։ Ու այստեղ եթե ստանդարտները բավարարում են պետությունը կօգնի, դա իհարկե լավ քայլ է, բայց այստեղ կա նաև այն խնդիրը, արդյոք եվրոպական շուկան 4 անգամ ավել կվերցնի։ Այսինքն ինքը ուզում է վերցնել, թե չի ցանկանում վերցնել, որտեղ եվրոպական շուկան բավականին պլանավորված շուկա է, ամեն տարվա սկզբին պլանավորվում է։ Մինչ նոր գնորդներ են որոնվում, գյուղացիներն արդեն հաշվում են օրերը, որովհետև գյուղատնտեսության մեջ ժամանակը նույնքան արժեքավոր է, որքան բերքը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ Փաշինյանը հայտարարում է ընտրությունից հետո Մոսկվա մեկնելու եւ Պուտինի հետ կուտակված հարցերը լուծելու մասին, Բրյուսելն էլ իր հերթին նոր ազդակներ է ուղարկում Երևան։ Ընտրությունից ընդամենը 3 օր առաջ Եվրոպական հանձնաժողովը խոսում է Հայաստանի հետ տնտեսական եւ էներգետիկ գործակցության խորացման, նաեւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ծրագրերի մասին։ Այդ հարցերի շուրջ պայմանավորվել են Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այսօր նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը։ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև հայ-թուրքական սահմանի վերաբացման գործընթացին։ Մինչ Բրյուսելը խոսում է Թուրքիայի հետ սահմանի բացմանն աջակցելու մասին, այլ հայտարարություններ են հնչում նաև Մոսկվայից։ Երեկ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են հայ-թուրքական ցամաքային սահմանը եւ մեկնել կարս թուրք գործարարների հետ հանդիպումների։ Պաշտոնական հաղորդագրություններում խոսվում է առևտրի եւ տնտեսական գործակցության նոր հնարավորությունների մասին։ Սակայն գործընթացը շարունակում է հարցեր առաջացնել, քանի որ հասարակությունը մինչ օրս չի ներկայացվել կարգավորման հնարավոր գինը Հայաստանի ստանձնած պարտավորությունները եւ այն երաշխիքները, որոնք պետք է պաշտպանեն հայկական շահերը։
Հանդիպել են հայ բիզնեսմեններն ու թուրք բիզնեսմենները հունիսի 2-ին Կարսում։ Պարզվում է, ավարտվել են ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերը, բայց չի բացվելու մարգարայի կամուրջը, չի լինելու միլիարդների արտահանում Հայաստանից Թուրքիա, այլ պարզապես Երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես Հայաստան կամ Թուրքիա։ Իշխանությունը սա որպես ուղիղ առևտուր է ձևակերպում Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Ուղիղ առևտուր տերմինը սակայն կիրառելի կլիներ, եթե օրինակ բացված լիներ Գյումրի-Կարս երկաթուղին։ Առևտուրը ինչպես տասնյակ տարիներ, այնպես էլ հիմա շարունակվելու է Վրաստանի տարածքով։ Եվ եթե նախկինում Թուրքիայից կամ Հայաստանից ներմուծվող որոշ ապրանքներ չէին գրանցվում, հիմա պարզապես գրանցվելու են։ Թուրքիայի պետությունը, կառավարությունը իր վիճակագրությունում պաշտոնական ցույց չէր տալիս առևտուր Հայաստանի հետ, հաճախ գրում էր 0, որովհետև նա համարում էր, որ դրանք Հայաստան չգնացող են կամ դիտակայել ցույց չէր տալիս, չնայած իրենք էլ գիտեին։ Եվ մեր ծավալները 300 միլիոն, 330 միլիոն, նախկինում 250 միլիոն դոլար, այդպիսի մեծ թվերով եղել են եւ հիմա էլ կա։ Շշալցված ջուր, միրգ, ծխախոտ արտադրող, շինարարության, զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներն են փակ հանդիպմանը մասնակցել, քննարկել ապագա գործակցության հեռանկարները, կոնկրետ ընկերությունների անունները չեն հստակեցվել։ Որ դա ձևաչափը փակ ա եղել եւ այլն, դա ընդամենը մեկ բանի մասին է վկայում, որ գետնի վրա շոշափելի դրական արդյունքներ չկան։ Դուք թուրք եւ հայ գործարարների հանդիպումը դիտարկեք նույն տրամաբանության մեջ, որում եղել է հանդիպումը հայ գործարարների հետ Շահին Մուստաֆայևի, Ադրբեջանի փոխվարչապետին։ Այս մարդիկ Եվրամիության անդամակցության մասին խոսակցությունների ներքո մեր տնտեսությունը տանում են հանձնել թուրքական աշխարհին։ Իսկ վտանգը միայն միրգ բանջարեղենի շուկայի գլխին չի կախված։ Երբ հանդիպում են շինարարության, զբոսաշրջության եւ տնտեսության խոշոր այլ ոլորտների ներկայացուցիչները, դա մեկ բան է նշանակում։ Քննարկման առանցքում միայն լոլիկն ու վարունգը չեն եղել։ Վտանգը տնտեսական շուկայի գրավումն է, ֆինանսական ներդրումներից մինչև շինարարություն, զգուշացնում է տնտեսագետը։ Կարող է ասենք թուրքական բիզնեսը մխրճվել շինարարության մեջ, որտեղ շինարարական ընկերությունները շատ ուժեղ են թուրքական, եւ Թուրքիան նաեւ շինանյութեր արտադրող պետություն է, կարող է նյութերով գալ եւ իր բրիգադներով, իր տեխնոլոգիաներով իրենք ավելի հաջող են։ Այս դրանից պետք է վախենալ։ Թեև Հայաստանի օրենսդրությամբ արգելված է թուրքական ընկերությունների կողմից Հայաստանի տարածքում անշարժ գույքի ձեռքբերումը, բայց տնտեսության ազատականացման դեպքում ՍՊԸ-ների գրանցումը շատ ավելի հասանելի կդառնա։ Եթե օրենսդրական փոփոխություն չլինի, հետևանքները անվտանգային են լինելու։ Պատկերացրեք, ասենք մի հատ թուրքական բրոկերական ընկերություն գա, մի հատ ամբողջ բնակելի շենք առնի, ընդհանրապես թե 2-3 միլիոն դոլար տա առնի, թեկուզ Թուրքիայի կառավարության աջակցությամբ, չեմ թաքցնում։ Եվ հետո այդ 50 բնակարանները օրինակի համար վաճառի իր ուզած ազգերին։ Ինչ տեղի կունենա ու այդպես սկսվի process-ներ։ Դա էլ չէ բնակեցման կամ սեփականության ձև, որը որ դու պետությունը սկսում ես գրավել։ Հեռավոր 2008-ին էին առաջին անգամ հանդիպել հայ եւ թուրք գործարարները։ Հանդիպման արդյունքում միասին կովկասյան պանիր էին արտադրում վրացի, ադրբեջանցի եւ Լեռնային Ղարաբաղի պանրագործների հետ։ Հիմա ոչ պանիրը կա, ոչ էլ պանրի շուրջ ձևավորված գործակցությունը։ Զրուցակիցների պատմամբ գործող իշխանության միակ ձեռքբերումն այս process-ում լինելու է Հայաստան մակնշումը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի եվրոպական հավակնությունները շարունակում են քննադատության արժանանալ Մոսկվայում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Հայաստանի փորձերին միաժամանակ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ խորացնել ինտեգրացիան Եվրամիության հետ։ Զախարովան իրավիճակը համեմատել է օդանավակայանում կանգնած ուղևորի հետ, որը թռիչքից առաջ հայտարարում է, թե ցանկանում է մեկնել բոլորովին այլ ուղղությամբ։ Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, կապակցված չվերթ։ Ուղևորներն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, զննում, սահմանային եւ մաքսային ստուգում։ Եվ ահա հայտարարվում է նստեցում, իսկ ուղևորներից մեկն ասում է, գիտեք, ինձ ոչ թե B կետն է պետք, այլ հավանաբար G կետին ավելի մոտ։
Եթե ցանկանում ես B կետով հասնել G կետ, դա հնարավոր է, կոչվում է տարանցում, բայց դա իր տրամաբանությունն ունի։ Երբ գրանցվում ես B կետի համար, ժամանում ես այնտեղ, հրաժեշտ տալիս բոլորին եւ շարժվում առաջ, դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել ընտրությունդ, խնդրեմ, դրա համար քաղաքակիրթ ճանապարհ կա։ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթերին։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի խոսքով Վաշինգտոնը Հայաստանին չի դիտարկում որպես հավասար գործընկեր։ Նրա պնդմամբ այդ փաստաթղթերը միջազգային պայմանագրեր չեն և կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չեն նախատեսում։ Զախարովայի խոսքով Միացյալ Նահանգները նման փաստաթղթեր ստորագրելիս առաջնորդվում է սեփական շահերով և չի դիտարկում Հայաստանի շահերը որպես առաջնահերթություն։ Իսկ ինչ փաստաթղթեր են դրանք իրականում, ինչ շահեր ու պատասխանատվություններ ունի Հայաստան այդ գործընթացում։ Հազվագյուտ մետաղներ եւ մեծ քաղաքականություն, Միացյալ Նահանգների նոր խաղը Կովկասում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ օգտակար հանածոների հազվագյուտ հանքանյութերի ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, հետո էլ Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր ստորագրեցին, որոնց մեջ կարևորագույն տեղ էր զբաղեցնում կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման մասին շրջանակային փաստաթուղթը, որտեղ են հատվում այս երկու համաձայնագրերը։ Ըստ փորձագետների Հայաստանն ու Ադրբեջանը իրարից բավականին տարբերվում են հանքահումքային ռեսուրսների ծավալներով եւ լոգիստիկ նրբություններով։ Ամերիկյան կողմը մեծ ուշադրություն դարձնում էներգակիրների վրա, գոնե վերջին 30-40 տարվա ընթացքում, եւ այս իմաստով Ադրբեջանն ունի ավելի շահեկան դիրք, որովհետեւ բացի Ադրբեջանի էներգակիրների հնարավորություններից, ռեսուրսներից, ծավալներից, կան նաեւ այստեղ ղազախական, թուրքմենական, ուզբեկական թեման։ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարություն կամ տնտեսական համագործակցություն, սակայն վերջին համաձայնագրերը ցույց են տալիս, որ առաջնային հետաքրքրությունը շատ ավելի պրագմատիկ է։ Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIP նախագիծը։ Թեև փաստաթղթերում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, համաձայնագրի մի շարք դրույթներ հարցեր են առաջացնում։ Ստեղծվող ընկերությունում ամերիկյան կողմը ստանում է 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Բացի այդ, նախագծի շրջանակում նախատեսվում են երկարաժամկետ բացառիկ իրավունքներ ենթակառուցվածքային գոտիների նկատմամբ։ Ընդ որում Երևանը պարտավորվում է տրամադրել հարկային արտոնություններ, օրենսդրական բացառություններ եւ արագացված ընթացակարգեր։ Սա ավելի շատ նման է ուղղակի, որ Հայաստանը տարածք է տրամադրում Միացյալ Նահանգներին բիզնես անելու համար, դրանից չստանալու մեծ հաշվով ոչինչ։ Եվ հստակել չէ, թե 26% ինչպես է փոխանցվելու Հայաստանին եւ ինչ տեսքով է փոխանցվելու Հայաստանին։ Դրա համար այդ առումով այդ պայմանագիրը առանձնահատուկ էր եւ ես չեմ հիշում, որ վերջին շրջանում մենք այլ պետության հետ նման պայմանագիր ստորագրած լինենք։ Բացի էներգակիր հնարավորություններից Ադրբեջանի դեպքում կան ղազախական, թուրքմենական, ուզբեկական գործոնները, եւ այս իմաստով Ադրբեջանը յուրահատուկ կապող օղակ է։ Հայաստանը նման խաբ լինելու, նման այսպես տեղաբաշխող, հավաքող, ակումուլացնող, ուղարկող այսևի կազմակերպություն կառուցվածք չունի եւ չէ ունենալու։ Այդ առաջին հարցը եւ ամերիկյան կողմի որոշակի ձևավորված քաղաքական առաջնահերթությունները իօգուտ Ադրբեջան պայմանավորված հիմնականում դրանով։ Սակայն հազվագյուտ մետաղները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության, միկրոչիպերի եւ ռազմական տեխնոլոգիաների համար, դարձել են ռազմավարական նշանակության ռեսուրս։ Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից եւ նոր մատակարարման աղբյուրներ գտնել։ Ամերիկյան կողմը փորձում է յուրահատուկ կերպով նախորդ չինական կողմին կանգնեցնել պրոբլեմներ, որ չինական հետագա ընդհանուր էքսպանսիան այդ հանքաքարերը ձեռք բերելու, դրանց հանքավայրերը հետախուզելու, արտոնելու, որոշակի ամերիկյան կողմը փորձում է ինչ-որ ֆիլտր դնել, պատնեշ ստեղծել։ Սակայն Վաշինգտոնի ակտիվությունը միայն հանքանյութերով բացատրելը դժվար է։ Եթե խնդիրը միայն ռեսուրսներն են, ապա Ադրբեջանը շատ ավելի մեծ տնտեսական արժեք ունի Միացյալ Նահանգների համար։
Պատահական չէ, որ Բաքվի հետ կնքվում են միլիարդավոր դոլարների համաձայնագրեր էներգետիկայից մինչև թվային ենթակառուցվածքներ եւ արհեստական բանականություն։ Հենց այստեղ է հիմնական տարբերությունը։ Ադրբեջանը Վաշինգտոնին հետաքրքրում է որպես արդեն գործող էներգետիկ կենտրոն, իսկ Հայաստանը որպես ապագա ենթակառուցվածքային եւ աշխարհաքաղաքական նախագիծ։ Փաստաթղթի հետ կապած Միացյալ Նահանգները չունի ոչ մի պարտավորություն եւ այդտեղ նշված էլ էր, որ կողմերը իրավական ոչ մի պարտավորություն չունեն։ Դրա հետ կապված ուղղակի փոխադարձ փոխադրման ավելի շատ հուշագիր է իրեն նորոշ բոլոր ատրիբուտներով, բայց ինձ համար հատկանշական էր 74-26 հարաբերակցությունը, սովորաբար գոնե 50-50 է լինում, երբ պետությունը իր տարածքում որևէ այսպես ինտեգրացիոն գործընթաց է սկսում կամ որևէ ներդրումային ծրագիր է բերում։ Ռիսկերը նույնպես ակնհայտ են։ Արտաքին կախվածության խորացում, գերտերությունների մրցակցության մեջ ներգրավում եւ հարաբերությունների բարդացում տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Ցանկացած ճանապարհ, որով 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ է, եկեք սա այս հասկանանք, որտեղ ընդհանրապես եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Արդյունքում, եթե Ադրբեջանը Վաշինգտոնի համար այսօր ավելի շահավետ է տնտեսական տեսանկյունից, ապա Հայաստանը կարող է ավելի արժեքավոր լինել աշխարհաքաղաքական հաշվարկներում։ Եվ այս համատեքստում խոսքը միայն հանքանյութերի կամ ճանապարհների մասին չէ, այլ Հարավային Կովկասում ազդեցության նոր բաշխման։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ամենին զուգահեռ Մոսկվայի դժգոհությունը միայն տնտեսական կամ ինտեգրացիոն գործընթացներով չի սահմանափակվում։ Ռուսաստանում արդեն պնդում են, որ Եվրամիությունը փորձում է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի կրոնական ու հոգևոր դաշտի վրա։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Եվրամիությունը փորձում է թուլացնել ռուս ուղղափառ եկեղեցու դիրքերը Հայաստանում եւ ճնշում գործադրել նրա Երևանի ու Հայաստանի թեմի նկատմամբ։ Արտաքին հետախուզական ծառայության տեղեկություններով այսպես կոչված եվրոպացի գործընկերներն այժմ կոմպրոմատ են պատրաստում ռուս ուղղափառ եկեղեցու, Երևանի եւ Հայաստանի թեմի այն ներկայացուցիչների դեմ, Հայաստանի իշխանությանը նրանց նկատմամբ գործողությունների մղելու նպատակով։ Բրյուսելը Հայաստանի հետագա եվրոպական ինտեգրման նախապայման է համարում Ռուսաստանի հետ հոգևոր եւ կրոնական կապերի թուլացումը։ Որպես օրինակ, Մոսկվան նշում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հոգևոր հովիվ Տիմոֆեյ քահանայի շուրջ ստեղծված վիճակը։ Ռուսական կողմի պնդմամբ Եվրամիության կողմից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ նրան մեղադրել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու համար։ Բայց Մոսկվայում համոզված են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ձևավորված դարավոր կրոնական ու մշակութային կապերը կպահպանվեն անկախ արտաքին ազդեցություններից։ Մինչ քաղաքական ուժերը վերջին օրերն են օգտագործում ընտրողներին համոզելու համար, իշխանությունը նախընտրական պայքարը տեղափոխել է իրավապահ դաշտ։ Ընտրության ընդառաջ իրավապահների ուշադրության կենտրոնում ընդդիմադիր կուսակցություններն են։ 79 քրեական վարույթ եւ 1000 հարցաքննված միայն քարոզարշավի ընթացքում։ Ինչ տեղ է զբաղեցնում քրեական վարույթների ալիքը ընտրական գործընթացում, դիտենք ռեպորտաժը։ Հայաստանում ընտրական գործընթացի ֆոնին իրավապահ համակարգն ակտիվ է աշխատում։ Քննչական կոմիտեի տվյալներով միայն ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ կապված ընտրական գործընթացի ենթադրյալ խախտումների հետ, որոնց շրջանակում 38 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ 15 անձի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուսների նկատմամբ տարբեր խափանման միջոցներ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ վարույթները վերաբերում են ընտրական իրավունքի խոչընդոտմանը, քարոզչության ընթացքում ենթադրյալ խախտումներին, հավաքների կազմակերպման եւ մասնակցության հետ կապված դեպքերին։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, կատարվել են լայնածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել է մոտ 1000 անձ։ Միևնույն ժամանակ, օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը դիմել էր գլխավոր դատախազություն, պահանջելով ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային հայտարարությունները, դրանք գնահատելով որպես հնարավոր քրեական օրենսգրքի խախտումներ։
ձեր կզացնելու է։ Եթե դուք ռոբն եք, ռոբիներ եք կզացնելու, կալուգացուներ եք կզացնելու, գագոյներ եք կզացնելու, Սերժիներ եք կզացնելու։ Քննչական կոմիտեն սակայն մերժել է, վարույթ նախաձեռնել է, իսկ դատախազությունը հաստատել է այդ որոշումը։ Ռոբի, Աշիրի, Գագոյի հետ Սերժնե Դավեսկա փաթեթով կզացնելու են, փաթեթով։ Վերադառնալով ձերբակալությունների ու կալանավորումների թեմային իրավաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով ընտրական գործընթացում իրավապահ մարմինների գործողությունները առաջացնում են անաչառության վերաբերյալ հարցեր։ Նշանակում է, որ այստեղ կա ուղիղ քաղաքականների իրավացություն, այդ կառույցները ուղիղ հրամանի տակ են Նիկոլ Փաշինյանի, այսինքն նրանց գործունեությունը որևէ կերպ անկողմնակալ դիտվել չի կարող, հետևաբար նրանց գործունեության որևէ արդյունք չի կարող վստահության կանխավարկածով գնահատել։ Պաստաբան Սոս Հակոբյանի խոսքով իրավապահներն անպատասխան են թողնում եւ համարժեք հրապարակային արձագանքներ չեն տալիս իշխանական ուժի ներկայացուցիչների հետ կապված դեպքերի վերաբերյալ, որն էլ իր հերթին առաջացնում է ընտրովի արդարադատության ընկալում։ Իրապա մարմինները ակնհայտորեն գործում են ընդդիմադիր ուժերի թիրախավորմամբ, չկա որևէ տվյալ, որևէ ստուգում, որևէ հայտարարություն իշխանության ուժի կատարած ինչ-որ կասկածելի դեպքերի մասին։ Փաստաբանի գնահատմամբ իրավապահների վարքագիծը խուզարկություններից մինչև քարոզչական շտաբների աշխատանքի խաթարում ազդում է քաղաքական գործընթացների վրա։ Տեսնում ենք, հրապարակումներ կան, որ օրինակ խուզարկություններ են անում ու արգրավում են շտաբներում արկա ամեն ինչ տեսնում են, ասենք թղթեր, ինչ-որ պլանավորված աշխատանքային փաստաթղթեր, գույք, համակարգիչ, պրինտեր, այսինքն այն ամեն ինչը, ինչը պետք է մարդկանց օգնի դրանց քարոզչական աշխատանք պլանավորել եւ իրականացնելու համար։ Նրա խոսքով հրապարակվող ձայնագրությունների եւ քրեական վարույթների ծավալը նույնպես հարցեր է առաջացնում, քանի որ դրանք հաճախ դուրս են գալիս զուտ իրավական տրամաբանությունից։ Հատուկ քննչական կոմիտեն շեշտում է, որ ուժի, որ համակրի մասին է խոսքը, որով նույնպես ստեղծում է վախի մթնոլորտ տվյալ ուժի համակիչների, աշխատողների, քարոզիչների մոտ։ Անդրադառնալով Մասիսում տեղի ունեցած միջադեպին, փաստաբանը նշում է, որ իրավապահների արձագանքի տարբերությունը եւս խնդիր է։ Եթե նմանատիպ միջադեպում ներգրավված լինեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ապա իրավապահների արձագանքը նրա խոսքով կլիներ շատ ավելի արագ եւ կոշտ, ներառելով օպերատիվ գործողություններ, խուզարկություններ եւ հնարավոր ձերբակալություններ։ Սակայն տվյալ դեպքում արձագանքը գրեթե բացակայում է կամ չի արտահայտվում նույն արագությամբ ու ծավալով։ Միաժամանակ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում են նախաքննական գործողություններ։ Փաստաբանները նշում են, որ թեև իրավապահ մարմինները գործառութային առումով արձագանքում են ստացված հաղորդումներին, սակայն հանրային ընկալման մակարդակում շարունակում են մնալ հարցեր կապված արձագանքների համաչափության եւ տարբեր դեպքերի նկատմամբ կիրառվող մոտեցումների տեսանելիության հետ։ Քրեական գործերին զուգահեռ ընտրությունից ընդամենը օրեր առաջ ակտիվացել են փողոցային այսպես կոչված մարտերը։ Մազիսում տեղի ունեցած ծեսկրտուքից հետո ձերբակալվածներ դեռ չկան, միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այն վերաբերում է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հնարավոր դեպքերին։ Մինչդեռ այս մասին ահազանգ էր հնչեցրել ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակելով տեսանյութ, որտեղ Մասիսում քարոզարշավի ժամանակ իրենց վրա հարձակվել են քաղաքացիական պայմանագրի աջակիցները։ Կուսակցության ներկայացուցիչ Հրայր Գևորգյանի խոսքով վիճաբանությունը սադրել են ՔՊԱ-կանները, իսկ հարձակվողների թվում եղել է նաև Երկրապահ կամավորական միության Մասիսի ղեկավար Արսեն Հարությունյանը։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների պնդմամբ միջադեպի հետևանքով իրենց երկու համակիր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ այս պահը քաղաքացիական պայմանագիրը միջադեպի վերաբերյալ հրապարակային արձագանք չի տվել, իսկ քննչական կոմիտեն հայտնում է, որ գործով ձերբակալվածներ դեռ չկան։ Արդյունքում 3 ՔՊ աջակիցները ծեծել են Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերերը տարածել են սոցցանցերում։
Բայց երբ հանրության ուշադրությունը կենտրոնացած է հերթական սկանդալի, հերթական ձերբակալության կամ փողոցային միջադեպի վրա, հաճախ ստվերում են մնում շատ ավելի խորքային հարցեր՝ անվտանգությունը, ժողովրդագրությունը, տնտեսությունը, պետական կառավարման որակը։ Ի վերջո, քաղաքական տեխնոլոգիաների պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունները տարբեր ժամանակներում հասարակությանը կառավարել են ոչ միայն հացով, այլև մշտական ներկայացմամբ։ Իսկ գուցե այսօր մենք էլ ապրում ենք այդ նույն տրամաբանության մեջ, դեռևս 2000 տարի առաջ դրա համար անուն են գտել՝ հաց և կրկես։ Անի Աբաղյանի ռեպորտաժը։ Ժողովուրդն այժմ անհանգստանում է միայն երկու բանի համար՝ հացի և կրկեսների։ Դեռևս երկրորդ դարում հռոմեացի երգիծաբան Յուվենալը նկարագրում էր մի հասարակություն, որը պետական գործերին մասնակցելու փոխարեն բավարարվում էր կայսրների բաժանած անվճար հացով և զանգվածային զվարճանքներով։ Այդ տեխնոլոգիայի կիրառման սկիզբը վերագրում են հանրապետական բարեփոխիչ Գայոս Գրակքոսին։ Նա մեր թվարկությունից առաջ 123 թվականին պետական հացահատիկը հասանելի դարձրեց ցածր գնով, գրեթե անվճար։ Կայսրը կերակրողն էր, ժողովրդի այսպես կոչված հայրը։ Քաղաքացիներն ուտում էին անվճար հացը, կշտանում ու հասկանում, դրանից հետո ճիշտ է, սովից աչքերի առաջ չի սևանում, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ոչ իրենց կյանքում, ոչ կայսրության ներսում։ Բայց կերակրող հայրը, կայսրը դրա մասին էլ էր մտածել։ Նրանք մարդկանց կյանքը վերածեցին ներկայացումների, խաղերի ու խրախճանքների։ Կենտրոնում գլադիատորական խաղերն էին, մահվան ու մարտի տեսարաններ, որոնք անցկացվում էին հիմնականում Կոլիզեյում։ Մեկ այլ խոշոր հարթակ էր Հռոմի մեծ կրկեսը, որտեղ անցկացվում էին կարգերի մրցումներ, հազարավոր, երբեմն տասնյակ հազարավոր հանդիսատեսների մասնակցությամբ։ Այսպես, կրկեսը վերածվեց ոչ միայն զվարճանքի, այլ նաև քաղաքական գործիքի, ամբոխի էներգիան ուղղորդելու, սոցիալական լարվածությունը թուլացնելու և հանրային ուշադրությունը վերահսկելու, անցանկալի հարցերից շեղելու համար։ Ձեր մտքով էլ անցավ այն, ինչիմ։ Բայց մինչ այս մոդելը չի սահմանափակվել հին Հռոմում։ Դարերի ընթացքում գլադիատորներին, ձիակառքերին ժամանակակից միջոցներ են փոխարինել։ Գանք մեր օրեր նացիստական Գերմանիա, 78-ի Խուան Պերոն ենք հիշում, 36 թվական օլիմպիական խաղեր Մյունխենում։ Հիտլերը պարզապես դա ֆանտաստիկ ձևով վերածեց հետագայում հասարակական մոբիլիզացիան բարձր մակարդակի վրա ամրապնդելու, ինչու որովհետև այդտեղ SS-ը հիմնականում զբաղվում էր մարդկանց ահաբեկելով, որպեսզի կարողանան մրցակից մարզիկներին այսպես ասած չթողել մոտենալ հաղթանակին, որպես ամենամեծ քանակի ոսկե մեդալները Գերմանիան կարողանա ձեռք բերել եւ դա փորձեն կապիտալիզացնել։ Ստալինից հետո Խրուշչովյան տները ինչպես են հայտնվում, հենց այդ հաց եւ կրկեսի շրջանակում։ Այդ ստալինյան ժամանակահատվածում ժողովրդին պետք էր պարզապես տալ այն խայծը, որ անվճար բնակարաններ ենք տալիս ձեզ։ Այդ մոտեցման ամենահաճախ հիշվող օրինակներից մեկը Սիլվիո Բերլուսկոնիի քաղաքական ձեռագիրն է։ Նա այն գործիչներից էր, ով քաղաքականությունը տեղափոխեց մեդիա դաշտ, հեռուստատեսային ձևաչափերին մոտեցնելով հանրային հաղորդակցությունը, որտեղ կերպարը շատ հաճախ ավելի կարևոր էր, քան բովանդակությունը։ Սաուդյան Արաբիան վերցրեք մեկ այլ օրինակ։ 2010 թվականից Սաուդյան Արաբիան համերգներ, ֆուտբոլի խաղեր, ամեն տեսակ շոուներ օգտագործում է, որպեսզի ժողովրդին շեղի այդ խնդիրներից։ Հաց եւ կրկես հռոմեական տեխնոլոգիայի գիտակներից է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն այնպիսի ծրագրերի մասին է խոսել, որոնք քաղաքական հաջողության տեսանելիությունն են ապահովել։ Անընդհատ խոսել է կամուրջների, օդանավակայանների, ավտոմայրուղիների, քաղաքային նոր կենտրոնների կառուցման մասին։ Միաժամանակ զանգվածային հանրահավաքներն ու պետական մակարդակի մեծ միջոցառումներ էր կազմակերպում, որտեղ իր փառքի ու մեծության մասին էին խոսելու։ Այսպես ասած, խորոված պարտի
Այս կազմակերպված աղմուկի մեջ է ապրում մեր հասարակությունը։ Ինչու՞։ Արդյոք մեզ վրա փորձարկում են նույն հնարքը։ Դու զվարճացնելով մարդկանց եւ նրանց ուտացնելով հոգում էիր նրանց բազային պահանջմունքները եւ թույլ չէի տալիս, որպեսզի ավելի բարձր բաների մասին մտածեն, օրինակ, չգիտեմ, մտածեն ռազմավարական խնդիրների լուծման մասին, երազանքներ ունենան եւ այլն։ Հա, կեր, քնիր, հանգստացիր, ուրախացիր եւ ոչինչ մի մտածի։ Աթանեսյանը պատահական չի համարում, որտեղ հաց այնտեղ կաց խոսույթը, ուրախ ավտոբուսի երաժշտական փարթիներն ու կարտոֆիլ, սուջուխ, լավաշ եւ այլն ուտելը։ Նրանք ցույց են տալիս, ինչպես կշտանալ ու զվարճանալ, նշում է զրուցակիցս ու հարցնում. Բայց ինչի վրա։ Պատկերացրեք ընտրությունները, որը փաստացի մեր երկրի որպես ժողովրդարի երկիր կարևորագույն տոնը պետք է լինեն, կարևորագույն միջոցառումը պետք է լինեն, ընտրությունների օրը կամ եւ դրա նախորդող օրերը լինելու է գինու փառատոն եւ գինու փառատոնը որպես այդպեսին շատ հեշտությամբ կարող է որոշակի սեգմենտի վրա, որոշակի մարդկանց խմբի վրա կոնկրետ չեղող ազդեցություն ունենա ընտրական գործընթացից։ Դուք պատկերացրեք ընտրությունների օրը ինչ որ մի տեղամասում լուրջ խախտումներ են տեղի ունենում, ինչ որ միտեղ մի թեկնածու բռնի գործողություն է կիրառում եւ դրան զուգահեռ գինու փառատոնին ինչ որ մեկը ինչ որ սկանդալային բան է անում։ Պարզ է որ ավելի այսպես սկանդալային, ավելի առօրյա, ավելի ինչ որ կենցաղային թեմաները ավելի հետաքրքիր են մարդկանց, իսկ դե հիմա մի ինտրատեղամասում մի խախտում ա եղել մարդկանց միգուցե շատ չհետաքրքրի։ Շեղել են, շեղում են եւ ուզում են շեղել հասարակության ուշադրությունը կարևոր հարցերից։ Համաճարակից, պատերազմներից ու Արցախի բռնի տեղահանումից հետո ամեն տարի ավելի քան 20-ից 30 խոշոր փառատոն է կազմակերպվել։ Միլիարդավոր դրամներ ծախսվել պետական բյուջեից։ Ինչ է, ուրախանալ չի կարելի, հարցրինք սոցիոլոգին։ Այո, զվարճանալը պետք է, գինին լավ է, գարեջուրը նույնպես եւ տոնակատարությունները մեզ պետք են։ Բայց տոնակատարությունը եւ խրախճանքը տարբեր բաներ են, երբ որ մենք մի բան տոնում ենք, մենք ունենք պատճառ ուրախանալու։ Երբ որ մենք պատճառ չունենք, բայց ուրախանում ենք, այո, սա արդեն հոգե պաթոլոգիայի ժանրից է, որ մարդը ուղղակի ուրախանում է, բայց որ հարցնում ես իսկ ինչից ես ուրախացել, որ հաց կա ուտելու, այս ժամանակները ինձ թվում արդեն անցել են, մենք ունենք հաց ուտելու եւ գինին շատ է եւ փառք Աստծո որ կա, բայց որոնք են մեր հաղթանակները, ինչին ենք հասել վերջին օրինակ տասնամյակում։ Իսկ գինարբուքին հաճախ խումհարն է հաջորդում։ Առաջանում է ոչ միայն ֆիզիկական տհաճություն, որն իրականությունից ժամանակավոր փախուստի հետևանքն է։ Գլխացավ, թուլություն, սրտխառնոց եւ ընդհանուր ծանր վիճակ։ Սա այն գինն է, որ մարմինը վճարում է կարճաժամկետ թեթևացման կամ զվարճանքի համար։ Իսկ ինչ գին է վճարելու հասարակությունը, պետությունը չդադարող զվարճանքներից եւ ուտելուց հետո։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ուկրաինական անօթաչուներն այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա։ Տեղի իշխանության տվյալներով կան վիրավորներ, վնասվել են նաև որոշ շինություններ։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում, որը Բալթյան տարածաշրջանի խոշորագույն բեռնային հանգույցներից մեկն է։ Լենինգրադի մարզում գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 59 անօթաչու սարք, ընկած բեկորները վնասել են մի քանի առանձնատուն, սակայն զոհեր եւ վիրավորներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես սահմանափակվել է Պուլկովո օդանավակայանի աշխատանքը, նաեւ փակվել են մարզի մի շարք հատվածների օդային տարածքներ։ Միաժամանակ Սանկտ Պետերբուրգի բնակիչները հաղորդում են բջջային կապի եւ ինտերնետի խափանումների մասին։ Շատերի խոսքով չեն աշխատում կայքերն ու հաղորդագրությունների հավելվածները, իսկ որոշ բաժանորդներ ընդհանրապես կապից զրկվել են։ Հատկանշական է, որ հունիսի 3-ից 6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում
բացում է միջազգային տնտեսական ֆորումը, որի ընթացքում նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա երկու դուստրերի ելույթները։ Իսկ Իրանն ու Միացյալ Նահանգներն այս գիշեր փոխադարձ հարվածներ են հասցրել։ Իրանը հայտարարել է, որ հարձակվել է Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի շտաբի վրա։ ԱՄՆ-ն էլ պատասխանել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն ինքնապաշտպանության նպատակով։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։